շահութարկի մասին օրենքի մեջ փոփոխություններ մտցնելու այդ նախագծի ամբողջ իմաստը այն է, որ 50 միլիարդ դրամից ավել արտահանող ունեցող ընկերություններին, որոնք արժանանում են պետական, այսինքն կառավարության, որոնց ծրագիրը արժանանում է կառավարության հավանությանը, նրանց համար շահութարկը իջացնել 20%-ից 2%։ Հիմա այստեղ հարց է ծագում։ Ինչի համար է սա արվում, որովհետև եթե տրամաբանենք եւ վերլուծենք թվերը, ապա բարձ տեսնում ենք հետեւյալ պատկերը։ Հայաստանի ամբողջ արտահանումը հիմա 1 միլիարդ 570 միլիոն դոլար է, որից 927 միլիոնը կազմում են թանկարժեք իրերը, հանքահումքային, չգիտեմ, այդ արտադրությունը, կիսաթանկարժեք իրերը եւ մետաղներ եւ նրանցից պատրաստված ապրանքներ, որի վրա այս նախագիծը չի տարածվում, այսինքն դա հանում ենք։ Մնում է 600 միլիոն դոլարի մոտավորապես սեկտոր։ Հիմա դրա մի մասը կազմում է գյուղատնտեսական արտադրանքը, որի արտահանումը նույնպես շահութարկից ազատված է ընդհանրապես։ Այսինքն մնում է մի շատ նեղ սեկտոր, հիմա դժվար եմ ասել եւ չպատասխանեց նախարարը, երբ որ կոնկրետ թիվը ուզեցանք, բայց ակնհայտ է, որ դա հակասում է այն թվի հետ, որ ինքը տվեց, ինքը ասեց, որ եթե այդ ամբողջ սեկտորի համար 20%-ից իջացվի շահութարկը 2%-ի, ուրեմն բյուջեն կորուստ կկրի 60 միլիոն դրամ, այսինքն մոտավորապես մի 130, չգիտեմ, 140 միլիոն դոլար։ Չի կարող պատահի այդքան մեծ կորուստ կրի, եթե բավականին նեղ սեկտոր է, ինչպես ես ապացուցեցի այս բերած թվերով։ Այսինքն ինչ է, մենք տեսնում ենք, որ այստեղ իրականում լրիվ ուրիշ բան են ուզում անեն։ Պատկերացրեք, սովետական միությունում գործում էր այսպես կոչված վնեշտորգը։ Ինչ էր դա։ Դա մոնոպոլիա էր։ Այսինքն որևէ սուբյեկտ տնտեսական սովետական միությունում իրավունք չուներ դուրս գալ արտաքին շուկա։ Բոլորը, եթե ինչ-որ արտադրանք ունենք, պետք է դա հանձնեն վնեշտորգին կամ վաճառեն վնեշտորգին, եւ վնեշտորգը միակ մոնոպոլ իրավունք ուներ գործելու սովետական միության արտադրանքը աշխարհում ծախելու բնագավառում։ Բայց դա հասկանալի էր կոմունիստական պետության համար, այնտեղ պետական սեփականությունն է, մոնոպոլ եւ բնական է, որ պետությունը մոնոպոլ իրավունք է ունենում արտահանումը մեկ ընկերության միջոցով իրականացնել։ Իստեղ ստացվում է, որ ուզում են ստեղծել վնեշտորգ, այդ նույն վնեշտորգը, բայց իբր թե շուկայական պետության մեջ եւ որը լինելու է մասնավոր սեփականություն։ Այսինքն դաշտը մոնոպոլիզացիա։ Եվ ես իզուր չհիշացրեցի այն օրինակը, երբ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը ըստ էության մոնոպոլիզացրեց ամբողջ ոչխարի մսի վաճառքը, պայմանավորելով ինչ-որ արաբական շեյխերի հետ, եւ այդ ամբողջ բիզնեսը վերցրեց իր ձեռքը եւ կենտրոնացված ձևով փաստորեն այդ արտահանումը սկսեց իրականացնել։ Հիմա բարձ չէ, որ մեր այս կոռուպացված պետությունում, որտեղ կառավարությունը բացարձակ զբաղված է միայն սպասարկելով մի քանի օլիգարխների, Սերժ Սարգսյանից սկսած մի քանի օլիգարխների շահերը, նման մեկին կամ մի քանիսին կտա այդ իրավունքը, այսինքն նրանց ծրագիրը կարժանանա կառավարության հավանությանը, եւ այդ մարդիկ իրավունք կստանան 2%-անոց շահութարկով գործունեություն ծավալել արտահանումը իրականացնելու համար։ Բնական է, ստացվում է, որ պետության արտահանողները, մեր երկրի արտահանողները բաժանվելու են երկու կատեգորիայի։ Նրանք, ովքեր պետության կողմից, կառավարության կողմից հավանությանը արժանացած ծրագիր ունեն, եւ նրանք աշխատելու են 2%-ի շահութարկի սահմաններում, եւ նրանք, այսպես ասած, պարզ հասարակ մահկանացուները, ովքեր աշխատելու են 20%-ի շահութարկով։ Բնական է, որ շատ արագ այն երկրորդ կատեգորիան կվերանա, որովհետև բոլորը կմտնեն պետական կամ կառավարության կողմից արժանացած ծրագիր ունեցող, հավանության արժանացած ծրագիր ունեցող ընկերությունների տակ։
որտեղ դա գոյատևելու միակ միջոցը կլինի, այսինքն մեկ կամ, չգիտեմ, մի քանի օլիգարխիկ նեստորներ կձևավորվեն Հայաստանում, ովքեր կզբաղվեն արտահանումով։ Սա հակաշուկայական մի ահավոր օրենք է, որը արդեն ուղղակի ցույց է տալիս, որ իսկապես մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր ՓՄԶ-ների հաշվին, մանր արտահանողների հաշվին, նորից հարվածելով միայն մանր փոքր բիզնեսին, միջին բիզնեսին, ցանկանում են ամեն ինչ կենտրոնացնել, ամբողջ հարստությունը, ամբողջ տնտեսությունը կենտրոնացնել մի քանի մարդկանց ձեռքում։ Պարոն Զուրաբյան, անդրադառնալով նաև Գյումրու դեպքերին երեք եղել է առաջին ձերբակալությունը, խնդրեմ ձեր գնահատականը ինչպես է կարող եք մեկնաբանել, սա արդյոք վախի մթնոլորտի հավելյալ տարածում է Գյումրիի դեպքերում։ Գիտեք, մենք նախ մեր եւ նաև փակ լսումներ էր ոչ իշխանական ուժերը պահանջում իշխանությունից, դա ինչ ընթացքի մեջ է։ Սան մենք անդրադարձել ենք, մենք ասել ենք, որ այս իշխանությունը այլևս բռնությունից բացի ուրիշ ռեսուրս չունի։ Ամբողջ այդ Գյումրիի սպանությունների հետ կապված գործընթացի կառավարումը մեր իշխանությունների կողմից դա անմեղսունակության դրսևորում էր։ Ոչ կարողացան բռնել այդ մարդու կամ բռնել են հետո տվել են գաղտնի ձևով, դա ոչ մեկին հայտնի չի։ Ոչ կարողացան հստակ պահանջներ ներկայացնել, ոչ կարողացան բացատրել, եթե պահանջ ներկայացնելու հնարավորություն չկար, գոնե բացատրել հանրությանը, որն է ճիշտ պահվածքը այս վիճակում, այնպես որ մարդիկ հասկանան, այս գործում է այս օրենքները, գործում է սահմանությունը, իրավական լուծումները սրանք են, եւ այս լուծումներով հնարավոր է շարժվել առաջ։ Նման բան շարվեց, անգրագետ, անմեղսունակ, անկազմակերպ, անհետևական հայտարարություններ արվեցին երկրի նախագահը, անգամ գործող նախագահը իհարկե, որտեղ նա անդրված չէ, անգամ չփորձեց ամբողջ երկրին հուզող հարցով ելույթ ունենալ եւ բոլոր ակցենտները ճիշտ դնել, բացատրել, հանգստացնել վիճակը, նաեւ այն նկատառումով, որ հայ-ռուսական հարաբերություններին վնաս չհասցվի, չկարողացան պարզագույն սքո օր հայտարարեն, մինչդեռ չգիտեմ ինչ հեքիաթներ պատմելով սքո օրերի մշակույթի մասին եւ այլն, մինչդեռ եթե ազգը սքում էր, դա միակ չափանիշն էր, որով կարելի է միանգամից հայտարարել սքո օր եւ չմտածել, թե ինչ ավանդույթներ են ձևավորված կամ չեն ձևավորված։ Այսինքն եւ վերջերս ես ազգային ժողովում էլ ելույթ ունեցա, որտեղ խոսեցի հենց դրա մասին, որ ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի տարբերությունը դրա մեջ է, ժողովրդավարությունը կառավարում է գաղափարով, հեղինակությամբ, փաստարկներով, ավտորիտարիզմը կառավարում է բռնություններով, բռնաճնշումներով, ձերբակալություններով, ամեն տեսակի հետապնդումներով։ Մենք ունենք այդ պատկերը, նույն այդ պատկերը, որը ցույց է տալիս, որ իսկապես ռեժիմը սպառված է։ Պարոն Զուրաբյան, տևական դադարից հետո այսօր Գագիկ Ծառուկյանը կրկին քննադատեց իշխանություններին, նաև ասաց, որ իշխանությունը չարձագանքեց ինչպես որ պետք էր Գյումրիի դեպքերին, նաև ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակին, եւ ասաց, որ համբերության բաժակը լցվում է եւ նորից հանրահավաքներ կլինեն առաջիկայում եւ նաև արտահերթ ընտրություններ կպարտադրեն, եթե այդպես շարունակվի։ Երբ են լինելու այս հանրահավաքները նախուզում եմ ունամ եւ հետո մի հավելյալ հարցում եք ասեմ պատասխանի։ Դե գիտեք, այսօր համաժողով է տեղի ունենում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի նախաձեռնությամբ եւ մենք պայմանավորվածություն ունենք մեր գործընկերների հետ եւ Բարգավաճ Հայաստանի եւ Ժառանգության, որ այդ համաժողովի աշխատանքների ավարտից հետո կկայանա 3 քաղաքական ուժերի լիդերների հանդիպում, որտեղ կորոշվի, թե ինչպես ենք կառուցում այս հանրահավաքային պայքարը, ժողովրդի պայքարը Հայաստանում դեմոկրատական իշխանության ձևավորելու նպատակով։ Երբ է լինելու հանդիպումը։ Դեռ օր չկա կոնկրետ ճշտված, բայց չեմ կարծում, որ շատ ուշանանք։
Լավ, հանրապետականից արձագանքում են, որ եկեք նստենք, մտածենք, քննարկենք, 12 կետերն ասում են, որ կառավարության ծրագրի մեջ արդեն կա եւ ասում են եկեք մտեք կոալիցիա եւ միասին լուծենք խնդիրները, Վարեն Բաղդասարյանը սա ասաց։ Լավ, հանրապետականը մի կարևոր բան չի հասկացել, որ այնքան ժողովուրդը իրենց չի վստահում, որ անգամ եթե պատկերացնենք, որ հրաշքով նրանց ուղեղներում ծնվել է մի լավ գաղափար, մի լավ բարեփոխում, որ իրենք ուզում են անցկացնենք, դրան էլ ժողովուրդը կդիմադրի։ Եվ նորից ես պիտի խոսեմ ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի տարբերության մասին։ Ժողովրդավարության առավելությունը հենց դա է, որ բարեփոխումները իրականացնում է ընտրված իշխանություն, որը ունի ժողովրդի վստահությունը եւ ժողովուրդը աջակցում է այդ բարեփոխումների իրականացմանը։ Մինչդեռ ավտորիտար բռնության վրա հիմնված երկրներում ժողովուրդը բնազդաբար դիմադրում է նրանց ամեն արածին։ Եվ դրա համար տեսնում եք բոլոր նրանց ռեֆորմները, անգամ եթե կարող է պատահի մի լավ տարր լինի, դառնում են առիթ զանգվածային ելույթների, ժողովրդի հանդվզումների, ոստիկանության հետ բախումների, պետք է արդեն, եթե մի քիչ ուղեղ ունեն, պետք է արդեն հասկանան, որ նրանք երկիրը չեն կարող կառավարել, անգամ եթե լավ գաղափարներ ունենան, որին ես շատ կասկածում եմ։ Այսինքն դա տանում է նրան, որ հեռանա։ Այսինքն դա տանում է նրան, որ պետք է լավով կամ վատով Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների միջոցով ձևավորվի իշխանություն։ Ինչքան շուտ իրենք հասկանան, որ պետք է գնալ սահուն քաղաքական գործընթացների, որ արտահերտ ընտրություններով Հայաստանում ձևավորվի ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, այնքան լավ կլինի երկրի համար եւ հենց իրենց համար, հենց ռեժիմի, իշխող ռեժիմի ներկայացուցիչների համար։